ողջունում եմ նմանատիպ նախաձեռնությունները, որոնք որ մեր քաղաքական հանրային կյանքում պակասում են այնքանով, որ խոսքը, խոսողները կարծես թե շատ են, աղմուկը հանրային կյանքում շատ է, բոլորն էլ ինչ-որ բան ասելու իրավունք ձեռք են բերել և գրեթե բոլորն էլ ինչ-որ մի բան ասում են, բայց կան թեմաներ, որոնց շուրջ շատ ավելի լուրջ, ծանրակշիռ, հիմնավորված, փաստարկված և հեռատեսություն պարունակող մոտեցումներ են անհրաժեշտ, իսկ դրա համար անհրաժեշտ է, որպեսզի քաղաքական միտքը հանրային և մասնագիտական մեր կարող ուժերը կարողանան նաև միասին աշխատել, ես այսօրվա մեր հավաք հետ միասին աշխատելու, միասին մտածելու, միասին տեսնելու և հետևություններ անելու հնարավորություն եմ որպես դիտարկում։ Շնորհակալ եմ այս նախաձեռնության համար։ Անվտանգությունը այս ժամանակակից աշխարհում գրեթե թիվ 1 խնդիրն է գրեթե բոլոր հասարակությունների համար։ Ես նայում եմ նաև սոցիոլոգիական բոլոր հարցումները և ուսումնասիրությունները, որոնք իրականացում են աշխարհի տարբեր հատվածներում, և եվրոպական հասարակության համար անվտանգությունը թիվ 1 խնդիրն է մտահոգությունների և սպառնալիքների մարտահրավերների իմաստով, և Մերձավոր Արևելքում, և Կենտրոնական Ասիայում, և Հյուսիսային Ամերիկայում շատ քիչ տարածաշրջաններ կան, որտեղ անվտանգությունը պես մոռացված կամ ոչ այդպիսի էական խնդիր է։ Անվտանգությունը շատ նմանաթթվածն է, եթե կա չենք նկատում, եթե չկա անմիջապես սկսում ենք փնտրել և հասկանալ, թե ինչով ենք բարինելու կամ որն է դրա լուծումը։ Մենք 2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո մեր ժողովուրդը, մեր պետականությունը ուղիղ բախվեց անվտանգային խնդիրների հետ։ Մենք ևս մեկ անգամ հասկացանք ինչ է սպառնալիք, ինչ է մարտահրավեր, ինչու ենք մենք խոցելի, երբ որ հաշված ժամերի ընթացքում ինքնիշխան պետականությունը կորցնում է տարածք, երբ որ ունես մի իշխանություն, որը ընդհանրապես ոչ միայն չի հետապնդում, այլ չի էլ հասկանում և ինքն էլ իրադարձությունների հետևից վազողի դերում է, հետևաբար հասարակությունը ինքը հայտնվում է արդեն բազմաշերտ խոցելիության տիրույթում։ Էլ չեմ խոսում բարենային անվտանգության մասին, էներգետիկ անվտանգության մասին, կոմունիկացիոն անվտանգության մասին, կիբեր անվտանգության մասին, տեղեկատվական անվտանգության մասին, բարեհոգեբանական և մնացած բոլոր բաղադրիչների մասին, որը մարդը ինքը որպես բնության և հանրային հարաբերությունների սուբյեկտ բնականաբար պետք է բոլոր իմաստներով կարողանա զգա անվտանգության այդ բոլոր բաղադրիչների գոյությունը, որպեսզի կարողանա պետության միջոցով և նրա կազմում ապահովի իր բնականոն գործունեությունը։ Մենք 2007 թվականին Հայաստանի Հանրապետություն ուներ ազգային անվտանգության ռազմավարություն, որը բավական երկար ժամանակ 13 տարի պատասխանում էր Հայաստանի Հանրապետության բոլոր անվտանգային, արտաքին, քաղաքական և ներքին խնդիրներին։ Դրանից ծնվել էր բազմաթիվ փաստաթղթեր, առաջնորդող փաստաթղթեր բոլոր պետական և հանրային կառույցների համար, և մեր ժողովուրդը հստակ գիտեր, որ պաշտպանված է, իր շահերը ոտնահարված չեն, առկա բոլոր պրոբլեմների և թերությունների, խնդիրների հետ մեկտեղ Հայաստանի Հանրապետություն ունի հասկանալի կանխատեսելի զարգացման ճանապարհ։ 2020 թվականին սրանք փոխեցին ազգային անվտանգության ռազմավարությունը, ինչ-որ փաստաթուղթեր ամսրեցին հասարակությանը, որը իհարկե քննադատվեց, բայց անմիջապես եղավ 44-օրյա պատերազմը, և այսօր մենք վերջին 5 տարիներին, կարելի ասել, Հայաստանի Հանրապետությունը չունի ազգային անվտանգության ռազմավարություն։ Այսինքն պարզ չի, թե Հայաստանի Հանրապետությունը իր արտաքին, ներքին, ռազմական, ռազմաքաղաքական, ռազմատեխնիկական, ռազմադիվանագիտական և մնացած բոլոր պետական և հանրային խնդիրների գործունեությունը, գործառույթները ինչ նպատակով է կառուցվում, ինչ նպատակի վրա է կառուցվում։ Այդտեղից էլ ծնվում է այն համոզմունքը, որ այո, ազգային անվտանգության ռազմավարություն սրանք
կամ չեն կարողանում մշակել, որովհետև չեն հասկանում ինչ է կատարում աշխարհում եւ չեն կարողանում տեսնել, թե որոնք են այն գլխավոր առաջնորդող խնդիրները եւ առաջնահերթությունները, որոնք պետք է սահմանվեն եւ դրանց հասնելու ճանապարհները, որոնք պետք է մատնանշվեն, կամ էլ ուղղակի չեն ուզում դա անեն, որպեսզի գլխավոր խնդիրը դրանց չտուժի, այսինքն իրանց գոյության պաշտպանությունը, որպես իշխանություն գոյության պաշտպանությունը, իրենց իշխանության վերարտադրումը։ Իսկ որ ազգային անվտանգության ռազմավարություն գրեն, էլ չեն կարողանալու մի օր թուրքերին սիրաշահեն, մի օր ռուսներին, մի օր ամերիկացիներին, մի օր եվրոպացիներին եւ սեփական ժողովրդի անվտանգության, սեփական պետության տարածքային ամբողջականության խաթարումների հաշվին ապահովել իրենց իշխանության գոյությունը։ Իսկ գուցե դա կոմպլեմենտար է, դուք օրինակ ինչ եք կարծում։ Կոմպլեմենտարության հետ բանի ռազմավարություն ունը։ Չէ, կոմպլեմենտարության հետ որևէ կապ չունի, ազգային անվտանգության ռազմավարություն ունեն բոլոր պետությունները, նույնիսկ այսօրվա իրավիճակում կան երկրներ, դրանք իհարկե խոշոր երկրներ են, որոնք 6 ամիսը մեկ տարին մեկ վերանայում են այս կամ այն դրույթները, չի կարող պետությունը չունենալ ազգային անվտանգության ռազմավարություն։ Մեզ անհրաժեշտ է որպես առաջարկ, ես դրա մասին բազմիցս խոսում եմ, շատ արագ մշակել ազգային անվտանգության ռազմավարության նոր մոդելի ռազմավարության տարբերակ։ Կատարոտ կարող եք ասել այդ հիմնական ուղղությունները ձեր դիտարկման։ Հիմնական ուղղությունները արտաքին քաղաքականություն, ռազմատեխնիկական, ռազմաքաղաքական խնդիրներ, արցախցիների վերադարձի իրավունք, Հայաստանի Հանրապետության պաշտպանական քաղաքականությունը, պաշտպանողության խնդիրները, կիբեր եւ տեղեկատվական անվտանգության հարցեր, ներքին անվտանգության, համերաշխության, հանդուրժողականության եւ հանրային համախմբման խնդիրներ, պետական ինստիտուցիոնալ համակարգի զարգացում, Հայաստան-Սփյուռք հարաբերություններ, կրթական համակարգ, բարոյահոգեբանական համակարգ, տնտեսություն, տնտեսական տարբեր ճյուղերի համաչափ զարգացման եւ տնտեսության կողմից պետական անվտանգային քաղաքական խնդիրների սպասարկման ներդաշնակեցում։ Այսինքն սա կարճաժամկետի եւ երկարաժամկետի խնդիրներ են, մտահղացումներ, առանց որի հասարակությունը գոյություն ունենալ չի կարող։ Այլապես հարց առաջանում, ինչի համար է մեր հասարակությունը հարկ տալիս եւ ինչի համար են այդ գումարները վճարվում, բացի իհարկե աշխատավարձ եւ ավելավճար տալուց։ Այսինքն որն է դրված խնդիրը, որին մեր հասարակությունը համատեղ ձգտում է։ Այսօրվա փոփոխական աշխարհում եւ անկայունությունների շքերթում, որ աշխարհում տեղի է ունենում, ել ավելի շատերն ասում են, որ այդ դժվար է լինելու, բա ոնց տեսնենք 5 տարի հետո մարդիկ կան, 1 տարի հետո չեն կարող, մարդկա մի շաբաթ հետո չգիտի ինչ անելու, սա ճիշտ հարցեր են, բայց դա երբեք չի կարող արդարացնել հասարակության պետության համար ազգային անվտանգության ռազմավարության բացակայությունը։ Մենք հետո երբ որ դրա ժամանակ, այսպես ասած, ճակերտավոր կամ երբ որ մեզ թվա թե արդեն պատրաստ ենք դա անելու, նայենք տեսնենք, որ Սփյուռք ունենք ոչ պետական կառույցներ, ոչ ինստիտուցիոնալ կարգ, ոչ էլ դրան համար պատրաստ հասարակություն իր բոլոր անհրաժեշտ բաղադրիչներով։